Բարև ձեզ, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռուսաստանը ակտիվանում է Հայաստանում կամ ավելի ճիշտ ակտիվացնում է իր քարոզչական եւ սադրիչ խմբերին, որոնք սրբազան շարժումից հետո գնացել էին սեզոնային հանգստի։ Օրերս մամուլը գրեց, թե իբր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Դժվար է ասել այս լուրը ճիշտ է, թե դեղին մամուլի երևակայությունն է, սակայն ակնհայտ է, որ վերջին օրերին ակտիվացել են Քոչարյանամերձ ուժերը եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահային սպասարկող քարոզչական գործիքները։ Վերջին օրերին տեղի ունեցան մի քանի սկանդալային միջադեպեր, որոնցում ներգրավվածություն ունեին մարդիկ, ում անունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն ամենազավեշտալի իրադարձությունը Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի նամակն էր ռուսական ցարին։ Նամակում գեներալը Պուտինին խնդրում է, որպեսզի վերջինը աջակցի արցախահայերին վերադառնալ իրենց հայրենիք։ Սա նամակի թերևս ամենազավեշտալի մասն է, խնդրել մեկից մի բան, որը Արցախի էթնիկ զտման եւ Արցախի անկման թերևս գլխավոր սցենարիստներից մեկն է, եթե ոչ միակը։ Վիտալի Բալասանյանի նամակը հերոսություն է թե ծաղր։ Իմ կարծիքով այն ծաղր է։ Գեներալը, որը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, մարդ, որը ներկա է եղել Արցախի անկման վերջին օրերի գրեթե բոլոր անցուդարձին, նամակում նշում է, թե արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից որոշակի հանգամանքների բերումով։ Ում է մոլորեցնում կամ խաբում Վիտալի Բալասանյանը։ Արդյոք գեներալը չգիտի, թե ինչ հանգամանքներում է դատարկվել Արցախը։ Արդյոք գեներալը տեղյակ չէ, որ ռուսական զորքերի լռության պայմաններում է Արցախը ենթարկվել ագրեսիայի եւ էթնիկ զտման։ Բնականաբար տեղյակ է, ուղղակի Վիտալի Բալասանյանը, ինչպես եւ ռուսական ագենտուրայի գործիքակազմի մյուս անդամները, նույնպես հրաման է ստացել մի քանի ուղղություններով ցնցել երկիրը։ Բալասանյանի նամակը պետք է դիտարկել վերջին օրերի սկանդալային միջադեպերի ընդհանուր շղթայի մեջ։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի հարցում սուր կադրային սովի մեջ է։ Ռուսական ճամպրուկում միշտ նույն գործիքակազմն է, ուղղակի երբեմն դասավորությունն է փոխվում։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։